ճանապարհի միջև լանջիկ բաց է երթևեկությունը, բայց ստեղից արդեն քամին որ ասում է իր սև գործը անում է Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Թալինի հրշեջ փրկարարներն ու ճանշինը աշխատում են, այնպես չի որ նամանավանդ ճանշինը չի աշխատում, բայց բուքը տեսնում եք ես ժողովուրդ ջան, քամին ու բուքը իր սև գործը անում է, փրկարարներն ու պարեկները մոտ 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ են դուրս բերել ցանկալի է որ պարտադիր հարգելի վարորդներ ձմեռային անվատողերով եղեք տեսեք ճանապարհը մաքրած է տեսեք Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները ուղեկցում են տրանսպորտային միջոցները որպեսզի անվտանգ հասնեն իրենց տները ժողովուրդը այնպես չի ժողովուրդ ջան որ ճանշինը չի աշխատում առավոտվանից աշխատում է պարզապես քամին այն որ ասում է իր սև գործը անում է թիփին բերում լցմատ այսպես Հիմա իրանք ուղևորվում են դեպի Երևան Բալիս ժողովուրդ ջան Այսպես ուղեկցում են մինչև Ուժեղ քամի է ժողովուրդ Սառանք ինչ լավ այգու ցավը տանեմ Ճանշինը աշխատում է ժողովուրդ ջան Անենց չի որ չեն աշխատում Ուղղակի քամին բերում լցում է հրստե նայեք Վայ Մի 20 հատից ավել ավտո փրկարանները հանել եք, այն վարորդներն էին ասում
Շիրակի մարզն է։ Քամին իրա սև գործն անում է։ Մենակ քամին չէ, բուքը։ Այս կողմը Արագածոտնի մարզի պարեկներն են, գումարտակի հրամանատար Արտեմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ, իսկ Շիրակի մարզում էլ այնտեղ էլ պարեկներն են, Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Մեծ թափով աշխատում է ճանշինը, ժողովուրդ ջանն են որ գործ չեն անում, փրկարարներն էլ, պարեկներն ու փրկարարները ընդհանուր մոտ 30-ից ավել ավտոմեքենա են դուրս բերել։ Հիմա այս պահին Շիրակի պարեկները վարորդներին ուղեկցել են դեպի այստեղ, Արագածոտնի մարզին, որ ասում է սահմանագից, այստեղից էլ արդեն Արագածոտնի գումարտակի պարեկները կուղեկցեն մինչև այն չոր ասֆալտ, Թալինի կողմ։ Հունվարի 13-ն է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Արագածոտնի մարզի վերջնամասում են գործել արդեն Շիրակի մարզ, այստեղ ուժեղացված ծառայություն են կատարում Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտեմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ Շիրակի մարզում տեսնում եք, այս բանին դեռ տրանսպորտային միջոցներ չեն գալիս դեպի այս կողքանոր, այնտեղ նույնպես բուք է եւ այնպես չի, որ ճանշինը չի աշխատում, բավականին օպերատիվ է այսօր ճանշինը աշխատել, առավոտվանից այս հատվածում մոտ մի 30 կիլոմետրանոց հատված, Արագածոտնի մարզից դեպի Շիրակի մարզ։ Ճանշինականները մաքրում են ճանապարհը, հատուկ գրեդերներով, տրակտորներով ձունը հեռացնում են, սակայն բուքը իր սև գործն է անում։ Այս պահին ժողովուրդ, ահա որ բուքը, խնդրում ենք վարորդներին պարտադիր երթևեկեն ձմեռային անվատ հողերով։ Իդեպ, վարորդները նշում են, որ պարեկները Արագածոտնի փրկարարները Թալինի փրկարարների հետ մոտ 25-ից 30 ավտոմեքենա են դուրս բերել անվտանգ վայր։ Շիրակի մարզում էլ 10-ից ավելի տրանսպորտային միջոց են պարեկները փրկարարները դուրս բերել։ Բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Շատ լավ աշխատել է ճանշինը, շատերը կարող են մտածեն, ասեն, բա խի չեն թողում երթևեկենք, ժողովուրդ ջան, ձեր անվտանգությունն են պահում, որպեսզի տրակտորը մաքրում է, այնպես չի, էլ եմ ասում, կարող կրկնվում եմ, բայց մաքրում են։ Այդ աշխատանքներն էլ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի հանձնարարականով դրվել է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի վրա։ Մարդիկ մաքրում են պարզապես բուքը, քամին բերում լցում է, հիմա տեսեք, ահա, մենա ճանշինը երկու տրակտորներով աշխատանքներ է իրականացնում։ Եվ սա, առավոտվանից աշխատում է, ժողովուրդ ջան։ Հիմա տեսեք, բավականին դժվար աշխատանք չէ այսօր կատարում ճանապարհականների, այսօր ամբողջ տեսեք։
Էսի որ ճանշիննա։ Չէ որ ճանշիննա։ Էսի որ ճանշիննա։ Թալինի։ Նենա տեսեք ժողովուրդ, բարեկայինն էլ ուղեկցում է։ Շիրակի մարզն այն է։ Ես էլ Շիրակի մարզն է դեպի Գյումրի Երևան, Երևանից Գյումրի, Գյումրից Երևան։ Բուքը իր ասև գործը անում է։ Բերում, փակում է։ Արագածոտնի Շիրակի մարզերի պարեկները փրկարարների հետ, ճանշինի հետ իրոք տանջվում են, ժողովուրդ ջան։ Է 30 ավտոն ուղեկցեցիք հետ եկաք, հա նորից։ Հունվարի 13-ն է, այս պահին գտնվում ենք Երևան Գյումրի ավտոճանապարհի Շիրակի մարզի վարչական տարածքում, որտեղ առավոտվանից բարեկային ծառայել են Շիրակի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ ճանապարհն սպասարկող ճանշինի հետ հսկայական աշխատանքներ են կատարում, որպեսզի այս ճանապարհը բացվի։ Էնպես չի, որ ճանշինը չի աշխատում, առավոտվանից աշխատում են, պարզապես բուքը քամին իր սև գործն է անում։ Հիմա այս պահին տեսնում եք Շիրակի մարզի գումարտակի պարեկներին են մոտեցել նաև Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Մեն ժողովուրդ։
դու հեռու գնա։ Այմար։ Այս բան երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է, որտեղ տրակտորներն աշխատեն, ճանապարհը կարողանան բացեն, բացում են, բայց քամին, բուքը վարկյաններ անց նորից լցնում է։ Օ, խցանումը տեսեք, ժողովուրդ, ինչքան է գնում։ Ժողովուրդ, կմրցեք, նստեք ավտոն, վայ։ Ես սովոր եմ։ Հիմա այստեղ ժամանակավորապես երթևեկությունը դադարեցված է, մինչև ճանապարհը կբացվի, Շիրակի գումարտակի պարեկները կուղեկցեն դեպի Արագածոտն, այնտեղից էլ Արագածոտի պարեկները։ Այս բան Երևան-Գյումրի 89 կմ հատվածում ենք։ Հունվարի 13-ն է, Գյումրի-Երևան ավտոճանապարհի լանջիկի տարածքում ենք, որտեղ տեսնում եք բուքը մի թեթև արդեն կարծես թե հանդարտվեց, ճանշինը տրակտորներով ձյունը հեռացրել է, այս պահին այնտեղ Շիրակի մարզի գումարտակի պարեկները արդեն կամանց ավտոմեքենաները թույլատրում են, որպեսզի երթևեկեն։ Բավականին լարված են այսօր աշխատել Շիրակի մարզի գումարտակի պարեկները, Արագածոտի մարզի գումարտակի պարեկները, փրկարարները, Թալինի, Մարալդիկի և ճանշինը։ Հիմա տեսնում եք երթևեկությունը վերականգնվեք դեպի Գյումրիից Երևան ընթացող ճանապարհը նույնպես բաց էր, բայց նամի բուքը իր ձև գործը անում է։ Տեսեք, պարեկները ուղեկցում են դեպի Արագածոտի մարզ, Շիրակի պարեկներն են, Գումարտակի հրամանատարի Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Երթևեկությունը մասամբ վերականգնվել է Գյումրիից դեպի Երևան։ Վտան գնացեք ասում, ժողովուրդ ջան։
ժողովուրդ ջան։ Հե, գնացեք ամփորձանք հասեք, չէ, մերսի։ Մերսի, գնացեք ամփորձանք հասեք։ Ողջույն, ողջույն։ Գնացեք ամփորձանք հասեք ձեր տները ժողովուրդ ջան։ Այսպես։ Գնացեք ամփորձանք հասեք ձեր տներով ժողովուրդ ջան։
Ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների տեղաշարժը մինչև խեղճանշինը այսօր իրոք տանջվում է։ Ողջի ժողովուրդ ջան։ Երևան Գյումրի 89 կմ հատվածն ենք։ Իրանք էլ Շիրակի մարզի գումարտակի պարեկներն են։ Բալիս ժողովուրդ ջան։ Հունվարի 13-ն է Շիրակի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ շարունակում են ուժեղացված ծառայությունը Երևան Գյումրի ճանապարհին, այս պահին պարեկները հերթական ավտոմեքենաներն են ուղեկցում դեպի Արագածոտնի մարզ, ճանշինը այնպես չի, որ չի աշխատում, ճանշինը առավոտվանից տանջվում է, լավ աշխատում է, Խալենի ճանշինը, Մաստարայի ճանշինը, Լանջիկի ճանշինը, բայց գուլքը իր սև գործն է անում։ Այս պահին Շիրակի մարզի վարչական տարածքում ենք, որ ուղեկցում են դեպի Արագածոտնի մարզ ավտոմեքենաներին։ Տեսնում եք գուլքը իր սև գործը անում է։ Ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների շարժը, մինչև ամբողջական ճանապարհը բացվի։ Տեխնիկաներն աշխատում է ճանշինի, բայց էլ եմ ասում, ինքը իր գործը անում է։ Բալիս ժողովուրդ ջան, բալիս։ Դուք լավն եք։ Բալիս։ Շտապօգնությունը։
Այախ վերեսնի վետ չունես չամպա չես տալի։ Քաղաքային տրանսպորտ է, մարզային տրանսպորտ, սա այսպես են գնում։ Քիքշի ամփորձանք, վայ։ Հենա տրակտորները էլի մաքրելով եկելա։ Բալի ժողովուրդ ջան։ Բալի ժողովուրդ ջան, դուք լավ ելնեք։ Զգուշ ժողովուրդ ջան։ Խելրած։ Ինչ ես բախկվում, տանողիդ տունը մնաս։ Հա ժողովուրդ ջան։ Չէ, կարևոր անվտանգ գնաք հասնեք։ Հա։ Բրթենք։ Հա։ Հա ժողովուրդ ջան։ Հա։ Մաքրում են կամին լցում է։ Հենա գետաս կտենաս։ Հենա։ Մարդիկ մաքրում են։ Բալի ժողովուրդ ջան։
Էսանանցի հետ գնանք է դու քո մասին մտածի İyi. Ari, waarom? Daar, maat toch niet. Կարող է դենից է մատել։ Չէ, դա բռնման է։ Բռնման է, բռնմա։ Չէ, էլի պայելու է։ Joggen, wat heeft u mee? Daar, gelijk. Keine Zunge, keine. Anzieh da. Geç savet tane, Marek ist die Fertig, Geli Kerti. Դու մեռան տղերքը հրելով։ Öyle bir adet posta top. İş tane okute. Şoför ise Toğer'den Nancik kapağını. Nancik kapağını. Rasmanı Toğer'den Nancik. Կտրեց։